Պարոն Վարդևանյան, այս հարցը ձեզ թղել եմ նաև, երբ որ հենց այդ ամբիոնում կանգնած էի, հարցնում էի, ինչ այնպես չի արել Ռոբերտ Քոչարյանը, որ այնպես է արել Սամվել Կարապետյանը, որ այժմ դուք իր նախընտրական ցուցակում հայտնվել եք եւ հիմա էլ հավակնում եք լինել փոխնախագահ, որովհետեւ էական է, երբ որ դու տարբեր քաղաքական թիմերի ցուցակով առաջադրվում ես, էական է այն առումով, որ մեր քաղաքացիները պետք է իմանան ինչու մանդատը վայր տրվեց, չէ՞ որ եթե դուք հիմա պնդում եք, որ կա փաստաբանի աշխատանքի ահռելի պահանջ ըստ ձեզ, հիմա իրավիճակը ըստ էության չի փոխվել։ Եվ արդյոք չկա ձեր որպես իրավաբան հանրությունում պահանջը։ Այդ ինչ այնպես չէր անում Ռոբերտ Քոչարյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ անդրադառնամ արդյոք նույն այն իրավիճակը փաստաբանական գործունեության իրականացման անհրաժեշտության արդյոք առկա է թե ոչ, առկա է։ Բայց մյուս կողմից ես ունեի իմ թիմի որոշում, որ ես պետք է լինեմ ազգային ժողովում։ Ես թիմի որոշումը հարգել եմ, ընդունել եմ եւ այդ պատասխանատվությունը ստանձնում եմ։ Անկեղծորեն ասեմ, եթե նայում եմ շատ սուբյեկտիվ նեղ անձնական իմաստով, փաստաբանական գործունեությունը անհամեմատ ավելի դյուրին է, քան ընդդիմադիր խմբակցության падգամավոր լինելը Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին։ Բայց ես նաև գիտակցում եմ պատասխանատվությունը։ Ես գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որը իմ գործընկերները ստանձնել են, ում հետ միասին այդ պատասխանատվությունը ստանձնել են։ 2022 թվական, 2026 թվական։ Կրկին, ես լինելով Հայաստան դաշինքի անդամ, ունեցել եմ այն աստիճան ինքնուրույնություն, որ եթե ես որոշել եմ падգամավորական մանդատը վայր դնել, վայր եմ դրել։ Այդքան ինքնուրույնությունը ունեցել եմ, իմ կողմից սուբյեկտիվ որոշումը կայացրել եմ, իրացրել եմ։ Եթե ձեզ հետարքիր է անձնական, միջանձնային հարաբերությունները, որևէ խնդիր այդտեղ չկա։ Որևէ։ Բայց այստեղ մենք խոսում ենք քաղաքական գործընթացի մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության ծրագրային մոտեցումը, եթե դիտարկում եք, վստահաբար դուք առնվազն այդ կարծիքը ունեմ, ուսումնասիրել եք ծրագիրը։ Այն մասշտաբային հանձնառությունները, սկսած սոցիալ-տնտեսական բարեփոխումներից եւ իրական կյանքը փոխող ծրագրերից, որը ներկայացրել է ուժեղ Հայաստանը, որևէ այլ ուժ չի ներկայացրել։ Ավելին, մենք գիտակցում ենք, չէ՞, որ Սամվել Կարապետյանը ունի այն վճռականությունը եւ հանձնառությունը, որ իր կողմից տրված խոստումները, ինչպես հենց ինքն էր բնութագրել, նույնիսկ սեփական միջոցները ծառայեցնելու գնով էր նաեւ այդ ամենը պատկերացնում։ Ես չգիտեմ իհարկե ինչի համար է հայկական իրականության մեջ իրավիճակը այսքան վատ, որ դուք օրինակ լինելով իշխանական խմբակցության падգամավոր, ոչ թե խոսում եք նույն Սամվել Կարապետյանի մասին, որպես մեր հայաստանյան պատմության ամենավառ կերպարներից մեկի մասին, որը լինելով Տաշիրում ծնված հայորդի, կարողացել է Տաշիր բառը դարձնել միջազգային ճանաչում ունեցող բրենդ, որ պատկերացնում եք օրինակ Միացյալ Արաբական Էմիրություններում լսում են Տաշիր բառը, իմանում են, որ դա Հայաստանում Լոռվա մարզի համայնք է։ Արձագանք։ Պարոն Վարդևանյան, ես իրապես ծանոթացել եմ երկու քաղաքական թիմերի ծրագրերին, իրենց կողմից տարվող քարոզարշավին, եւ եթե անկեղծ լինեմ, սա ներկուսակցական քննարկումներում ասել եմ, ես գրեթե վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող թիմը ավելի շատ ձայն պետք է ստանար, առնվազն որովհետեւ քաղաքական բովանդակություն էին արտաբերում եւ ես ունեմ 100% տարաձայնություն օրինակ դաշնակցության հետ, բայց այս մարդիկ քաղաքական մտքի, քաղաքական հետագծի կրողներ են, որքան էլ ես իրենց հետ համաձայն չլինեի։ Իս շատ հաճախ ձեր քաղաքական թիմի մասին խոսելիս ամենայն հարգանքով ասում էի անցորդների միություն է, որովհետև քաղաքական մտքի կրողներ այստեղ շատ քիչ եմ նկատել։ Չեմ նկատել քաղաքական հետագիծ, չեմ նկատել քաղաքական առաջարկ մեր քաղաքացիներն, այստեղ
ակնհայտորեն մենք անհամաձայնություն ունենք եւ ինչ շատ հետաքրքիր է Հայաստան դաշինքի դիրքորոշումը ձեզ քվեարկելու վերաբերալ, որովհետեւ հարգելի գործընկերներ, ձեր փոխարեն պարոն Վարդևանյանին ես միանշանակ չէի քվեարկի հենց այս շեշտադրումներից հետո։ Համեցի։ Հայաստան խմբակցությունը վստահ եմ իր դիրքորոշումը կարտահայտի։ Քաղաքական խոսքի հետագծի Տիկին Ղազարյան, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր ազգային ժողովի падգամավոր իր կարծիքին պետք է շատ մեծ կշիռ տա։ Բայց կներեք, ձեր կարծիքը մի հատ համադրեք 100 հազարավոր քաղաքացիների կարծիքի հետ, որոնք իրենց քվեն տվել են մեր ուժին։ 100 հազարավոր։ Տիկին Ղազարյան, օրինակ, դուք պատկերացնում եք, որ ենթադրենք ձեր քաղաքական թիմից հանենք Նիկոլ Փաշինյանին եւ դուք մասնակցեք ընտրություններին առանց որևէ իշխանական լծակների։ Նենց հետաքրքիր է, բոլորի քաղաքական դիմագիծը հաշվի առնելով, առանց իշխանական լծակի, թե ձեզ քանի հազարավոր, 100 հազարավոր, թե 100-ավոր պարզապես քաղաքացիներ քվե կտան։ Դա իդեպ թող պատմությունը մի օր մեզ հնարավորություն տա տեսնելու։ Շնորհակալ։ Հաջորդ հարցի համար Արփի Դավոյան։ Շնորհակալություն։ Պարոն Վարդևանյան,